որ երկու դատարաններն էլ որևէ կերպ չեն փորձել անդրադառնալ կամ անդրադարձ չեն արել այդ վիճելի քվեաթերթիկ ասվածները երկրորդ փուլում դրանք ընտրության արդյունքների վրա էական որոշիչ, նույնիսկ ոչ թե էական, այլ այդ մեկ քվեաթերթիկը որոշիչ ազդեցություն է ունեցել։ Եվ եթե փորձում են ինձ ներողելն իմ նախկին գործընկերները, այո, իրականացվել է մեկ որոշակի մեքենայություններ, փորձել են, ակնհայտ է, առաջի փուլի ընտրության արդյունքների վրա որևէ ազդեցություն չունեցող ինչ որ մի քվեաթերթիկ երկրորդ կամ երրորդ տեխնացուի օգտին քվեարկված, որը այդ պլյուս մեկը կլիներ կամ չէր լինի, հիմա բերել դա փորձել այն ժամանակ սա հաշվել են, հիմա վայ սրա նմանը Այստեղ կարևորը վերջնարդյունքն է։ Եվ միշտ էլ դատական ընթացքները հաշվի են առնում են խախտումները, որոնք ընտրության արդյունքի վրա թողնում են որոշիչ էական ազդեցություն։ Այստեղ արդեն որևէ դիսկուրսից դուրս է երեք քվեաթերթիկները, որոնք առանձնացրել են հոգեբարձուների հաշվի հանձնաժողովի անդամները, դրանցից մեկը բոլորի կողմից ճանաչվել է անվավետ, Այն երկուսը չգիտեմ ինչ ընթացակարգերով ես գտնում եմ, որ ճնշում գործադրելով, որը շատ կներեք քրեորեն պատժելի արարք է։ Հոգաբարձուների խորհրդի նախագահը դա պետք է շատ լավ գիտակցի։ Սա ընտրական գործընթացը կեղծելու իմ որակումն է։ Ինչու չեն սկսում քրեական վարույթ այս հարցով, ինչն է եղել դրդապատճառը։ Մենք ունենք ընտրության հստակ կանոնակարգ, նման ցակած դեպքերում հանգիստ կարող է հոգաբարձուների խորհուրդը մի շաբաթ հետո 10 օր հետո նոր ընտրություն նշանակեր, նոր հաշվիչ հանձնաժողով ընտրեի, ոչ գնացին ամեն գնով խախտումներ անելու ճանապարհով իրանց ցանկալին, ինչպես Դավիթն ասում, ապալ-թափալ, որովհետև արժևում սարսափուն էին, վայ կարող էր անցնել ազգային ժողովում բուհերի ռեկտորների կամ հոգաբարձուների ընտրման ու հաստատման նոր կարգը, որտեղ իրանց ամբողջ ապագան, վայ ոնց կարելի է։ Ամոթալին ուրիշ բան է, ես սա նիստի ժամանակ եմ ասել, երբ է տրվել հայտարարություն, ինչ ժամկետների մեջ ռեկտորի ընտրության գործընթաց սկսելու համար։ Ես ամաչելով եմ, ես պոլիտեխնիկցի եմ, իմ տեխնոլոգիական կրթությունն անցել եմ այդտեղ, միշտ բարձր եմ պահել այդ բուհի պատիվը ու միշտ էլ բարձր եմ պահելու։ Պատահական մարդիկ չէ, որ հայտնվել են այնտեղ պատասխան են տալի պոլիտեխնիկի համար, ես պատասխան եմ տալի պոլիտեխնիկի համար, բայց այս ամոթալի փաստը հանրությունը պետք է իմանա եւ հասկանա, թե ինչ բարոյահոգեբանական ճղճի միջավայր է ստեղծել այնտեղ Ոստանիկ Զավենի Մարուխյանը, նախկին ռեկտորը եւ նրան փոխարինող այսօր եկած նույն սկզբունքներով ծայրագավառային դատողություններով ապրող Գոռ Վարդանյանը։ Դա նոյեմբերի 2020 թվականի պատերազմի նոյեմբերի 7-ից հետո մի 20 օր հետո։ Աշխարհը ես հասկանում եմ, պատերազմ, երկիրը պետք է առաջ շարժվեր, մենք բազմաթիվ անելիքներ ունեինք տեխնոլոգիական կրթությունը արդիականացնելու, հզորացնելու, բայց մարդկանց համար թիվ 1 առաջնայնությունը եղել է պաշտոնը, աթոռը, հարմար պահը օգտագործելը